Հայաստանի Եվրոպական միության հետ համագործակցում է տարածաշրջանային համատեքստում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը ընդլայնենք, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Նա նշել է, որ անվտանգության ներընկալումները ժամանակի հետ փոխվում են, ռազմականից դառնալով քաղաքական ու դիվանագիտական։ Ապա անդրադառնալով սահմանազատմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, եթե 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին մենք չգնայինք Ադրբեջանի հետ սահմանազատման, Հայաստանը կդառնար արտաքին կառավարման երկիր։ Նա նաև ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է մեր եկեղեցու փաստացի պետ, նշելով, թե իբր նրա թողտվությամբ arczepiskopos-ներից մեկը ցանկանում էր վերսկսել Ղարաբաղյան շարժումը։ Թրիփ ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է Եվրոպական խորհրդարանում, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար։ Սա դարակազմիկ փոփոխություն է, նշել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, թե այս զարգացումները նոր հնարավորություններ են բացում ԵՄ-ի ու Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից։ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ-ի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Այն որևէ կերպ չի նսեմացնում ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը։ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը, նշել է Փաշինյանը։ Նրա խոսքով, ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատման, այնպես էլ Հայաստանն է սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հարցին, որ դեպքում ԿԸՀ-ն կարող է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին։ Հովակիմյանը պարզաբանել է, որ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ ԿԸՀ-ն, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում։ ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն կամ թերի են ներկայացված։ Եթե քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը 48 ժամվա ընթացքում, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության եւ 2-3 ձայներով մերժվի կուսակցության գրանցումը, բայց եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, ԿԸՀ-ն ուղղակի առանց քվեարկության գրանցում է։ Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, քանի որ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ, նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցել է վարչապետի 3-ից 4 թեկնածու ունենք։ Այս մասին դատարանի Բաքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով գործող իշխանության հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններին համագործակցելու մասին։ Հարցին, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, Ծառուկյանն ասել է. 3-ը չէ, արդեն 4-ն են դարձել։ Ցուցակի մասին շուտով անհատական կասեմ, նշել է Ծառուկյանը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է դեղի կեղծ սերիայի ահազանգ։ Հաղորդագրության մեջ նշվում է 2026 թվականի մարտի 6-ին դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի ՊՕԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն Հոֆման Լարոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Հերցեպտին տեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440 միլիգրամ ապակե սրվակ եւ լուծիչ սրվակում 20 միլի դեղի համար 7741 B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։ Հորդորում են քաղաքացիներին ուշադիր լինել եւ խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից, նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ Այս դեղամիջոցն օգտագործվում է կրծքագեղձի բուժման դեպքում, Հերցեպտինը դրական քաղցկեղների թիրախային թերապիայի համար նախատեսված մոնոկլոնալ հակամարմին է։ Որպես մոնոթերապիա կամ զուգակցված այլ դեղորայքի հետ կիրառվում է հիմնականում HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ։ ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես կործանիչներ եւ մինչեւ 500 զինվորական տեղակայել Ռումինիայի բազայում Մերձավոր Արևելքում գործողությունների համար, հաղորդել է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։
Վաշինգտոնը մտադիր է մի քանի ինքնաթիռ ուղարկել Միխայիլ Կոգալնիչանու ավիաբազա, որտեղ կիրականացվեն ավելի լայն լոգիստիկ եւ վառելիքով լիցքավորման գործողություններ։ ԱՄՆ-ն նաեւ նախատեսում է մինչեւ 500 զինվորական ուղարկել Ռումինիա, հայտնել է գործակալությունը, հղում անելով թեմային ծանոթ աղբյուրներին։ Ամերիկացի ռազմական փորձագետներն ու պաշտոնյաները ընդունում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի սպանությունը չի խաթարել Իրանի ռազմական կարողությունները, հաղորդում է New York Times-ը։ Հրատարակության կողմից հարցազրույց տված փորձագետների կարծիքով Իրանը չի վարվում գլխատված պետության պես։ Այսպես կոչված գլխատված ռազմավարությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից օգտագործվող մեթոդ է, հակառակորդին չեզոքացնելու համար, վերացնելով իշխող էլիտային։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հրաժարվել է կանխատեսել, թե երբ կավարտվեն Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է գործողությունը հասցնել իր ավարտին։ Եթե ամեն ինչ դատենք միայն տախոմետրով, ապա ոչ մի տեղ չենք հասնի։ Մենք պետք է խորը շունչ քաշենք եւ հասնենք վերջնական արդյունքի, ասել է Հերցոգը։ Իմ կարծիքով մենք կարող ենք մոտենալ այս պատերազմի վերջին գլխին, որը կփոխի Մերձավոր Արևելքի ամբողջ դասավորությունը, ասել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հասկացել է, որ սխալ է թույլ տվել Իրանի վրա հարձակումներից հետո նավթի գների աճի պատճառով։ Այս մասին հայտնում է գերմանական թերթը։ Հաղորդվում է Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հանկարծակի խոսել է պատերազմի արագ ավարտի մասին։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվել, սակայն Սպիտակ տան ղեկավարը դրա մասին խոսել է մարտի 9-ին Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Թերթը նշում է. Թրամփի հայտարարությունները կառուցված էին այնպես, որ դրանք կարող էին մեկնաբանվել տարբեր ձևերով։ Ռուսաստանը Իրանի հիմնական դաշնակիցն է եւ ԱՄՆ պաշտոնյաները վախենում են, որ այն աջակցում է իրանցիներին իրենց պատերազմում։ Թրամփը նվազեցրեց այս սցենարի նշանակությունը, սակայն Սպիտակ տան դեսպան Սթիվ Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ ինքը տեղեկացրել է ռուս պաշտոնյաներին, որ նրանք չպետք է որևէ հետախուզական տեղեկատվություն կիսեն Իրանի հետ, հայտնում է թերթը։ Աշխարհը պատրաստ չէ երրորդ համաշխարհային պատերազմին, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Վերջինս ընդգծել է, աշխարհը ներկայումս բախվում է վերջին տարիներին երրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ռիսկին, եւ նա կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ նման հակամարտության։ Տեխնիկապես Եվրոպան բավականաչափ պատրաստ չէ, միայն մի քանի երկրներ են։ Այո, նրանք ճանապարհին են, գերմանացիները շատ արագ են գործում, բայց դա բավարար չէ նման մարտահրավերներին պատրաստվելու համար։ Սկանդինավյան երկրները շատ տեխնոլոգիապես զարգացած են։ Ես նկատի ունեմ Հյուսիսային Եվրոպան։ Նրանք պատրաստ են, հայտարարել է Զելենսկին։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածների առաջին օրը։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին։ Թերթի տվյալներով նախկին առաջնորդ Ալի Խամենեի որդին ստացել է ոտքերի վնասվածքներ եւ այդ պատճառով մինչ այժմ չի հայտնվել հանրության առաջ։ Նշվում է նաեւ, որ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ցանկացած տեղեկություն կարող է ռիսկի տակ դնել վերջինիս անվտանգությունը։ Իրանի նախագահի որդին Յուսեֆ Փեզեշքյանը հերքել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի առողջական խնդիրների մասին լուրերը։ Ես լսեցի պարոն Մոջթաբայի վնասվածքի մասին լուրը, հարցրեցի նրա հետ կապված ընկերներին, նրանք ասացին, փառք Աստծո, նա ողջ է եւ որևէ խնդիր չկա, հայտնել է նախագահի որդին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի եւ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաների դեմ ճշմարիտ խոստում 4 գործողության եզրափակիչ փուլում արձակել է 2 տոննա մարտագլխիկով հրթիռ։ Իրանական խոստում 4 գործողության 37-րդ փուլի ընթացքում մենք հարվածներ հասցրինք ԱՄՆ-ի դիրքերին, օգտագործելով 2 տոննա մարտագլխիկով նոր Խորամշահր 4 հրթիռներ, ասվում է հայտարարության մեջ։ Թեհրանի մեկ թաղամաս վերջին հարձակումների ժամանակ հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը։ Հարվածի թիրախը Թեհրանի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասն էր։ Գործակալությունը նաև հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հաքանի փողոցում։ Հարձակման հետևանքով որևէ վնասի կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։
Իրանի զինված ուժերը խնդրել են տարածաշրջանի մուսուլման բնակչությանը եւ երկրներին ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժերի գտնվելու վայրերը, որպեսզի նրանք կարողանան ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել, խուսափելով քաղաքացիական թիրախներից։ Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր շտաբի խոսնակ Ադոլֆ Ֆազլ Շեքարչին։ Մենք խնդրել ենք տարածաշրջանի մուսուլման բնակչությանը եւ երկրներին ցույց տալ ԱՄՆ սիոնիստական ուժերի գտնվելու վայրը, որպեսզի նրանք չտուժեն եւ մենք կարողանանք ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ, որոնք տարածաշրջանի բնակչությանը օգտագործում են որպես մարդկային վահաններ։ Այդ դեպքում տարածաշրջանի ժողովուրդը կմնա անվտանգ Իրանի զինված ուժերի ջախջախիչ հարվածներից եւ մենք կփրկենք նրանց ԱՄՆ-ի եւ Իսրայելի չարիքից, հայտնել է գլխավոր շտաբի խոսնակը։ Վերջինս նշել է, որ Իրանի զինված ուժերը շուտով կպատասխանեն եւ ջախջախիչ հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի եւ Իսրայելի թիրախներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կերկարաձգվի, եթե այն հիմա չդադարեցվի։ Եթե պատերազմը ինչ-որ մեկը անմիջապես չդադարեցնի, այն կարող է երկար տևել, կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, նշել է նախագահը։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է երկարաձգվել, եթե այն չդադարեցվի մինչև աշուն։ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել նոր պայթյունների շարք։ Նախորդ օդային հարվածի մասին նախազգուշացումից մոտ 10 ժամ անց Կատարի բնակիչները իրենց բջջային հեռախոսներին ստացել են նոր օդային հարվածի մասին նախազգուշացում։ Երկրի պաշտպանության նախարարությունը հետագայում պարզաբանել է, որ հակաօդային պաշտպանության համակարգի ուժերը հետ են մղել հրթիռային հարձակումը։ Իրանն ԱՄՆ-ից իր աշխատանքներ է պահանջել բանակցություններ սկսելու համար։ Հաղորդել է լիբանանյան հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրին։ Իրանը մերժում է հրադադարի վերաբերյալ բոլոր միջնորդական նախաձեռնությունները, քանի որ ունի պայմաններ եւ ցանկանում է իրական երաշխիքներ, հաղորդել է թղթակիցը։ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում եւ համաձայնություն, որ իր ատոմային էլեկտրակայաններում կիրականացնի միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ։ Հայաստանի Հանրապետության վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը։ Այսօր Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորոսկիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը եւ Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե երկկողմ ձևաչափով ԹԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին եւ միջոցառումներին։ Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ վերադարձել եւս 32 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից եւ նշել, բացի ՀՀ քաղաքացիներից դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ բնակության երկիր վերադառնալու նպատակով, ասված է հաղորդագրության մեջ։ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունն այսօրվանից սկսած կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ, այս մասին տեղեկանում ենք Ermeni Haber-ը-ից։ Հիշեցնենք, որ այս մասին 2025-ի վերջին հայտնել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը։ Նա նշել էր, որ 2026-ի մարտից Turkish Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում էր ունեցել վերոհիշյալ ավիաընկերության ներկայացուցիչների հետ եւ քննարկել մարտի 11-ից նախատեսվող չվերթները եւ մարքեթինգի ու խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ամենօրյա թռիչքները կսկսեն իրականացվել 2026-ի մարտի 11-ից շաբաթական 7 անգամ, իսկ հունիսի 15-ից սկսած 14 անգամ։ Turkish Airlines-ի պաշտոնական կայքում հրապարակված են նաեւ ավիատոմսերի արժեքները։ Երևան-Ստամբուլ երկկողմանի ավիատոմսերի գները սկսվում են 139 եվրոից, որը համարժեք է 61300 դրամի, իսկ բիզնես դասի տոմսերի արժեքը 551 եվրոից, այսինքն 243000 դրամից։
ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները կարող են խաթարել համաշխարհային կարգը եւ գլոբալ անվտանգությունը։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Եթե միջազգային հանրությունը եւ միջազգային կազմակերպությունները չկարողանան լուծել այս պատերազմի եւ Իրանի դեմ ռազմական ագրեսիայի արմատական պատճառները, համաշխարհային կարգը եւ գլոբալ անվտանգությունը կխաթարվեն եւ կընկղվեն քաոսի մեջ, ընդգծել է նախագահը։ ԱՄՆ-ն դիմել է Իսրայելին, խնդրելով այլևս հարվածներ չհասցնել Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Իսրայելին, կոչ անելով դադարեցնել հարվածները Իրանի էներգետիկ ոլորտի օբյեկտներին, հատկապես նավթային ենթակառուցվածքներին։ Աղբյուրների փոխանցման Վաշինգտոնը մտահոգված է, որ նման հարվածները կարող են ավելի լարել իրավիճակը տարածաշրջանում եւ բացասաբար ազդել էներգետիկ շուկաների վրա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է լուծվեն բազմաթիվ հարցեր, եւ խնդիրը չի սահմանափակվում միայն տարածքային թեմայով։ Պեսկովի խոսքով բանակցային գործընթացում կան բազմաթիվ տարբեր նրբություններ, որոնք դեռ պետք է քննարկվեն եւ լուծվեն։ Նա նաեւ հերքել է այն պնդումները, թե բանակցությունների ընթացքում մնացել են միայն տարածքային հարցը։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը նաեւ Կիևի հնարավոր զիջումների հարցն է Մոսկվային։ Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ բանակցություններում երբեմն առաջանում են որոշակի դադարներ, սակայն գործընթացը շարունակվում է։ ԱՄՆ Միացյալ Շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերում Իրանի դիմադրությանը։ Գեներալի խոսքով իրանցի զինվորականները շարունակում են պայքարել եւ փորձում են հարմարվել ԱՄՆ-ի կիրառած ռազմավարությանը եւ մարտավարությանը։ Միաժամանակ նա նշել է, որ Իրանի ռազմական կարողությունները չեն գերազանցում այն մակարդակը, որը նախկինում էին գնահատում ամերիկացի վերլուծաբանները։ Քեյնը հավելել է, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանի գործողություններին եւ արագորեն հարմարեցնում իր քայլերը իրավիճակին։ Իրանում հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սպահանում հյուպատոսության շենքի վրա հարձակումը տեղի ունեցել մարտի 8-ին։ Նրա խոսքով մի քանի աշխատակիցներ հետ են շպրտվել Պայթյունի ալիքից, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Իր խոսքում նա զգուշացրել է, որ Իրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից։ Լարիջանին նշել է, Իրանի ժողովուրդը նախկինում նույնպես դիմակայել է ճնշումներին եւ հավելել է, որ նույնիսկ ամենահզոր պետությունները չեն կարողացել կոտրել երկրի դիմադրությունը։ Նա նաեւ զգուշացրել է Թրամփին, ասելով, որ պետք է զգուշանա, որպեսզի ինքն էլ չհայտնվի կորածների շարքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Իրանում նավթային օբյեկտների վրա հարվածներից հետո այսպես կոչված սև անձրևի հետ կապված առողջական ռիսկերի մասին։ Կազմակերպության տվյալներով նավթամթերքի բարձր մակարդակ պարունակող տեղումները կարող են շնչառական խնդիրներ առաջացնել։ ԱՀԿ-ն, որն ունի ներկայացուցչություն Իրանում եւ համագործակցում է իշխանությունների հետ առողջապահական արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, բազմաթիվ հաղորդագրություններ է հաղորդել նման տեղեկությունների մասին։ Երկուշաբթի օրը Թեհրանը ծածկվել էր խիտ եւ սև ծխով նավթավերամշակման գործարանի վրա հարվածից հետո։ Երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների սրման ֆոնին ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը Ժնևում հայտարարել է, որ սև անձրևը եւ դրան ուղեկցող թթվային անձրևը իսկապես վտանգ է ներկայացնում բնակչության, մասնավորապես շնչառական համակարգի համար։ Հետևաբար Իրանի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին մնալ տանը։ Մեկնաբանելով այս առաջարկը ԱՀԿ-ն նշել է, որ նավթի պահեստներում եւ վերամշակման գործարաններում հրդեհների սպառնալիքը, ինչպես նաեւ օդի որակի վատթարացումը հաշվի առնելով նման միջոցառումը ողջամիտ է։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել դիտարկելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոին։ Նշենք, որ Մոսկվան նախկինում պատրաստակամություն էր հայտնել ուղարկել դիտորդներ։
Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը։ Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի եւ այլ գործընկերների հետ։ Զրույցների ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներին Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան մասնակցելու ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին։ Հանրապետության նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը։ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի երկրորդ խմբականակը։ 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Թոմաս Դինանոն գոհնակությամբ նշել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման եւ ոլորտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի։ Մտքեր են փոխանակվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատալսումների հիմնական փուլը սկսվել է։ Գործով կա 2 մեղադրյալ 20-ամյա Գևորգ Հարությունյանը եւ 31-ամյա Նարեկ Օհանյանը։ Այսօրվա դատական նիստին սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ հայտարարել է. «Կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ, ասեմ խի, այդ ամեն ինչն արել եմ վախից ելնելով ու չեմ ուզում այդ մեղքի տակ մտնեմ։ Հետո էլ ինչ լինում է թող լինի։ Այս մեղադրանքը չեմ ընդունում, մնացած մանրամասների մասին կպատմեմ մյուս դատական նիստերին։ Կասեմ թե ինչի, այս պահին չեմ ուզում բարձրաձայնել», իր խոսքում ասել է Գևորգ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մելզաբանի իր նորակառույցն անմոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Նրա հետ սպանվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար ամսվա տնտեսական հիմնական ցուցանիշները։ Տնտեսական ակտիվության աճը դանդաղել է 14%-ից իջնելով 7.6%-ի։ Առևտրի շրջանառության աճն ընդամենը 0.7% է։ Արդյունաբերական աճը դանդաղել է կազմելով 10.6%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 38%։ Մինչ դիվանագիտական գործընթացը բնական հունով շարունակվում էր, նրանք հանկարծակի հարձակվեցին Իրանի վրա։ Իհարկե մենք չէինք բացառել դեպքերի նման զարգացման հավանականությունը, այդ պատճառով մեր զինված ուժերը լիովին պատրաստ էին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի աշխարհի գավաթի 3-րդ փուլը, որը մեկնարկում է այսօր Թուրքիայի Անտալիա քաղաքում։ Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի 3-րդ փուլին։ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի 2-րդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։ Հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մարտի 11-ին ժամը 19:30-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թայլանդում մնացած Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին։ Վրաստանի կառավարությունը մեզ օգնեց ստանալ չարտերային չվերթի թույլտվությունը։ Հայաստանի դեսպանատունը մեզ օգնում է տարածելով տեղեկությունը։ Մեզ հետ կապ են հաստատել բազմաթիվ հայեր։ Իհարկե մենք ուզում ենք օգնել բոլորին։ BMG մեդիա հարթակին ասել է թռիչքի կազմակերպիչ Wonderfly տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան։ Նրա խոսքով արդեն գրանցվել է 100 մարդ, եւս 50 տեղ ազատ է։ Ֆրանսիան առաջարկել է իր օգնությունը լիբանանյան Հեզբոլլա շարժման զինաթափման գործում, կանխելու Իսրայելի կողմից ավելի լայնածավալ գործողությունը, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով լիբանանցի պաշտոնյաներին։ Դիվանագիտական ջանքեր են գործադրվել նաև Իսրայելի կողմից ավելի լայնածավալ գործողությունը կանխելու համար։ Ընդ որում Ֆրանսիան առաջարկել է օգնություն Հեզբոլլայի զինաթափման գործում, նշվում է հոդվածում։
Ադրբեջանի պետական հեռուստաալիքը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանի նկատմամբ։ Պետական ITV հեռուստաալիքով հաղորդավարուին հայտարարել է Թավրիզը ադրբեջանական հող է, այլ ոչ թե իրանական, եւ այն անվանել է պատմական ադրբեջանական տարածք։ Ըստ նրա, այս պատմական ադրբեջանական հողերի կազմի մեջ են մտնում նաեւ Թավրիզը, Խոյը, Արդաբիլը, Ուրմիան եւ Զանջանը։ Այս տարածքները պետք է ազատագրվեն, հայտարարել է հաղորդավարուհին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման իր առաջարկները։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Պուտինը Թրամփին փոխանցել է իր դիտարկումներն ու հնարավոր լուծումների տարբերակները, որոնք ձևավորվել են նաև Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումների արդյունքներով։ Քննարկումը վերաբերում էր Մերձավոր Արևելքում աճող լարվածությանը եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Իսրայելի իշխանությունները ձգտում են Իրանում իշխանափոխության եւ չեն ցանկանում երկրի լիակատար ոչնչացում։ Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իսրայելական գործողությանը ծանոթ աղբյուրին։ Հրատարակության աղբյուրի համաձայն Իսրայելի նպատակը մնում է անփոփոխ, ապահովել ռեժիմի փոփոխություն, այլ ոչ թե Իրանի լիակատար ոչնչացում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Մոջթաբա Խամենեի Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ եւ հայտարարել է, որ նա չի կարողանա խաղաղ ապրել։ Ես չեմ կարծում, որ նա կարող է խաղաղ ապրել, ասել է ամերիկացի նախագահը։ Նա նշել է իր դժգոհությունը Մոջթաբա Խամենեի որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչու հետ հեռախոսազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է. Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի է եւ որ Անկարան կձեռնարկի պատասխան միջոցներ։ Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը անընդունելի է եւ որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան միջոցները։ Նա նաեւ նշել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը եւ սպառնալիք ներկայացնել քաղաքացիական բնակչության համար։ Իր հերթին Արաղչին հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղվող հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից։ Նա վստահեցրել է, այդ հարցի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է որոշել, թե իր երկու վարչակազմի պաշտոնյաներից, փոխնախագահ Ջեյդի Վենսից կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոից, որին է աջակցելու որպես 2028 թվականի ընտրություններում հանրապետական թեկնածու, հաղորդում է Wall Street Journal-ը։ Ըստ թերթի, Թրամփը հարցրել է մասնակիցներին, թե արդյոք պետք է աջակցի Վենսին թե Ռուբիոին։ Հղում անելով ներկաներին հրատարակությունը հայտնել է, որ հյուրերը ավելի բարձր են ծափահարել Ռուբիոին։ Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ երկու քաղաքական գործիչներն էլ մտերիմները նրանց ընկերներ են համարում։ Եվ Ռուբիոն հրապարակավ եւ անձնական զրույցներում հայտարարել է, որ մտադիր չէ մրցակցել Վենսի հետ, ով համարվում է 2028 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածուի ամենահավանական հանրապետական թեկնածուն։ Միևնույն ժամանակ թերթը պնդում է, որ Թրամփը ավելի ու ավելի է կողմնակալություն ցուցաբերում Ռուբիոյի նկատմամբ, գովաբանելով նրան անձնական զրույցներում եւ ասելով իր գործընկերներին, որ պետքարտուղարը հնարավորություն ունի հաղթելու նախագահական մրցավազքում։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին 13-ից 14-ն առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 14-ի եւ գիշերը եւ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-ից 6 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 11-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ից 15-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։